շատ կարևոր է հասկանալ, որ խցանումները իրենք տնտեսական որոշակի ակտիվության հետևանք են։ Դա նշանակում է, որ մարդիկ ավելի շատ ավտոմեքենաներ են գնում եւ որոշակի, այսպես ասած, հնարավորությունները ավելանում են։ Սա հստակ արձանագրում է, որովհետեւ միայն Երևան քաղաքում 1 տարվա ընթացքում վերջին 11000 նոր ավտոմեքենա է գրանցվել։ Եվ այդ բոլոր ավտոմեքենաները միանգամից դառնում են, ել չասեմ, դա միայն Երևանում, հարակից մարզերի ավտոմեքենաների քանակը ել չասած, այսինքն իրենք նույնպես վստահաբար Երևանի փողոցներով երթևեկում են։ Եվ հիմնական ճանապարհը, որով որ կարող է գնալ ճգնաժամային մեր այս հանձնաժողովը, կարճաժամկետ լուծումների մասով կրկին անգամ կենտրոնանում է հանրային տրանսպորտի հնարավորությունների ավելացման վրա, իսկ ավտոբուսային գծերի ավելացման վրա, որոշակի սահմանափակումներ անձնական ավտոմեքենաների մասով, որովհետև կրկին աշխարհը ուրիշ դեռևս մեխանիզմ չի մտածել, քան հնարավորություններ տալ հանրային տրանսպորտին եւ սահմանափակել անհատական ավտոմեքենաների երթևեկությունը եւ իհարկե նաեւ տեխնոլոգիական լուծումների մասով որոշակի հանձնարարականներ ենք ֆիքսել նախորդ հանձնաժողովի նիստին, որով որ անկյունակարային մեր խաչմերուկներում մենք պետք է հնարավորություն ունենանք տեխնոլոգիական նոր լուծումներով լուսացույցեր ունենալու, որոնք որ նաեւ հաշվի կառնեն հոսքերը տարբեր ժամերի եւ այդ ինքնակարգավորվող իրենց ռեժիմները կփոխեն քաղաքում տարբեր ժամերին տարբեր հոսքերի համար։